22 կա հանդիպման մեկնարկը պաշտպանությունում աչից համար 31 Արման Իսայանն է աշխատում հայտավորել այս խաղացողներին ու ամենայն հավանականությամբ մյուս տուրից Արտան Վիճակչյանի տրամադրության տակ կլինեն այդ խաղացողները պայստայինների նստարանին է մնացել Դոնալդ Կոդյան եւ պայստայինների նստարանին նաեւ դարպասապահ Սեոլոտ Երմակով առաջին հարվածը ԲԿՄ-ի Մայքլ Ասիրյանն էր կատարում հարվածը ինչ է կատար ձեռքտու գնային հրապարակում չէր Արման Իսայանի կարելի է իրացնել անկյունային է Մանուկյան փոխանցում հարված էլ հետևեց Նարեկ Ջանոյանն էր հարված կատարողը բայց չէր հավատում երևի թե գնդակը կհաստ իրեն եւ վերջին պահին հասկա այստեղ կրկնապատկեր այո իհարկե Արփինյանը ճիշտ չէր ու խախտեց կանոններ Գրմեզյան Ակիմյան Նարեկ Հովանիսյանն է կտրված խաղից կարելի ասել շատ քիչ է գնդակ ստանում իրականում ԲԿՄ-ն շատ չի լինում գնդակով որ Նարեկին գնդակ շատ մատակարար են բայց ամեն դեպքում նույնիսկ երբ գնդակով է բանակային թիմը նրա ուղղությամբ փոխանցումները շատ չեն Գրմեզյան առանց գնդակի Նարեկ Հովանիսյանը մեծ ծավալի աշխատանք կատարում է անընդհատ բացվում է նահանջում է փորձում է փոկվել բայց փոխանցումները կրկնում նրա ուղղությամբ առայժմ շատ չեն Մովսիսյան շատ լավ խաղարկում էր Հարությունյան մենակ է դուրս եկել Հարությունյան եւ փրկում է Կարապետյանը ու չկար խաղից դուրս վիճակ բայց ինչ լավ կոմբինացիա կազմակերպեց հիմա Շիրակի դարպասապահ դեպի Նարեկ Ջանոյանը Չնայած Ռումաշյանն էր պատրաստվում պայքարել երկրորդ հարկում Խաչատյան Հարությունյան Սարգսյանը դեպի Մովսիսյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը Հարությունյան շատ լավ փոխանցում է Հովանիսյան վտանգավոր է Հովանիսյան հարված եւ դարպասածողն է փրկում Շիրակին բայց շատ վատ հարված կատարեց Նարեկ Հովանիսյանը ամեն ինչ շատ կստեց Նարեկ Հովանիսյանի ոտքին բայց ամեն դեպքում Դեպի դարպասածողից հետ մղվեց Սարգսյան Հարությունյան մնում է գնդակը ԲԿՄ-ի մոտ եւ Մուրսարը թույլ է տալիս խաղալ Հարությունյան երկրորդ ակնհայտ գոլային հնարավորությունը ԲԿՄ-ի այս խաղը բայց առայժմ առանց գոլերի Խաչատրյան տեսեք որտեղ Ալյոշա Խաչատրյանը պայքարում է գնդակի համար ու պահում այն տանտերերի մոտ Սարգսյան Տրակ Մովսիսյան Ընկնելով, բայց ասրեց փոխանցում կատարել Հարությունյանը Գրմեզյան Անգնեց Պողոս Գրմեզյանը տարբերակ է փնտրում գտավ Սարգսյանի հետ խաղաց Այում են Շիրակի խաղացողները այն տարածության վրա են փորձում խանգարել Հովանիսյան ու նորից դարպասածողն է փրկում Նորից դարպասածողն է գալիս օգնության Նարեկով լինի, բայց դե այդպես չէր կարող լինել Հարությունյան Անցում աչ, Մովսիսյան Ալյոշա Խաչատրյան Մեկ դաթար եղավ ես Խաղակեսի ընթացքում մրցարնել ջրային դաթար այդ տարեց 2 րոպե մոտավորապես Ներիկ Նալբանդյանը կարող է ավելացնել Հարությունյան Փոխանցում ձախ եզր Նարեկ Հովանիսյանն է դարձյալ գնդակով Հովանիսյան Մամլետ Մնացականյանը փակեց հարվածի ճանապարհը եւ կլինի եզդից նետում Շիրակին եւ առաջին կեսից հետո հաշիվը բացված չկա երկրորդ խաղակեսի մեկնարկ եկեք կազմերի մասին շատ արագ Հայկ Ղազարյան Բաց չէր թողել գնդակը դաշտի սահմաններից Սարգսյան Ազգեն Սարգսյան մտավ Տուգանային հրապարակ բայց նրա հարվածը փակում են Փահլևանյան Ջանոյան ու նրա հարվածն են փակում
Գնդակը չեն կարողանում հասցնել դարպասապապ Հայկ Ղազարյանին Շիրակի խաղացողները, հիմա էլ աչից է գրում Շիրակը, Թարլոյան, Միսակյանը Թարլոյանի հետ է խաղում, Շիրակի կանգնել է մրցակցի կիսադաշտում և ստեղ արդեն աղի կանանների խաղթում չկար, Սերգեյ Մանուկյան, Թարլոյան, Մանուկյանն է գնդակով, վտանգավոր կարող է ստացվել, Ջանոյանն է արվածում, փակում են արվածի ճանապարհը, Միսակյան գրոհին է միացնում Թարլոյանին, ևս մեկ փոխանցում կատարելու փորձ և կլինի անկյուն է։ Շիրակը ավելի լավ տեսք ունի երկրորդ խաղակեսում, ավելի շատ է գրոհում։ Փոխանցում, վտանգավոր է, արված էլ կա, բայց փակում են արվածի ճանապարհը։ Կամենց Շիրակի խաղացողից էր հեռացել գնդակը, վտանգավոր է, բայց Ազգեն Սարգսյանը վերցրեց գնդակը, շարժվեց առաջ ու նրա արվածը փակեցին։ Թարլոյան, Կոդիա անմիջապես արված է Դոնալդ Կոդյան, բայց փակեցին նրա արվածը։ Միսակյանն է աղթում երկրորդ հարկում, Սարգսյան փոխանցում ձախ դեպի Կոդյան։ Կոդիա լավ փոխանցում էր արվածի և փրկում է Հայկ Ղազարյանը։ Դարպասաձողին հետո դիպավ գնդակը շատ լուրջ պաս ստեղծեց Շիրակ։ Փոխանցումներով առաջանում է Շիրակը, Վազգեն Սարգսյան թողեց գնդակը իր մտածելով Թարլոյանին, բայց դա տեղի չունեցավ, հիմա ԲԿՄ-ն ունի արագ գրոհի հնարավորություն Պետրոսյան, գնդակը հասցնում է դեպի աջ եզր, բայց Արեկին գնդակը չհասավ Կոդիա։ Նա կարող է ինքնուրույն գործել Դոնալդ Կոդյան, սրել խաղը, Կոդիա չանցավ նրա փոխանցումը, բայց գնդակում մնում է Շիրակը, Միսակյան, Սարգսյան, Թարլոյան, և գործրեց գնդակ։ Շիրակը հիմա արագ գրոհ է կազմակերպել։ Գման դեպի Նարեկ Հովհաննիսյան տվեց փոխանցումը, բայց գնդակը չհասավ Նարեկին, որովհետև այնտեղ Սումբուլյանն էր հերթապահում, Դոնալդ Կոդիա մտավ Տուգանային հրապարակ, Կոդյան փոխանցում, վտանգավոր է և գնդակը հրաշքով չի հայտնվում ԲԿՄ-ի դարպասում։ Թումաշյանի արվածից հետո Կրմեսյանն է կադրում, շատ չի մնացել հանդիպման հիմնական ժամանակի ավարտի, վտանգավոր է և դարձյալ Հայկ Ղազարյանը փրկում է Ռաֆիկ Միսակյանը, կատարեց դիմահար արվածը և խաղթում, այստեղ խաղթում կար Շարշակ Պետրոսյանի կողմից, բայց քանի որ գնդակով Շիրակն էր, մրցարը չսուլեց, փոխանցում առաջ, Սադեղին կարող է լինել հետագայում, մրցարը կզգուշացնի ամենայն հավանականությամբ Բասկալյանին, Վազգեն Սարգսյանն է շարժվում առաջ, Թարլոյան վտանգավոր է և Հայկ Ղազարյանը վերցնում է գնդակ։